Տեսեք, ըստ էության սա խուճապի առաջին դրսևորումն է, կարծում եմ ոչ վերջին, տենց լուրջ, որովհետև եթե մարդկանց պատժում են, հա, այդ 25-օրյա այդ զբորերով դա ուղղակի զավեշտի է վերածում եւ այո, արդեն չգիտեն ինչ անեն եւ ոնց անեն, որ ինչ որ մի կերպ փորձեն ազդել ընտրությունների վրա, այս այլ բանի վրա ուզում եի ուշադրություն դարձնել։ Իսկ Եվրոպայից ամենից եկող մեր հայրենակիցներին հետարքիրա նույն ծանոթությունները տալիս են, ես կոչ չեմ անում տան թե չէ, հակառակը, որովհետև վստահեցնում եմ ձեզ, թե Եվրոպայից, թե ամենից ինքնակամ, իրանց հոժար կամքով, իրանց գումարներով, ըստ էության պարզապես բավական է ուսումնասիրել համացանցը եւ հասկանալ, հա, մարդիկ գալիս են, որ իրենց կարծիքը հայտնեն, այստեղ բնավ կապ չունի իշխանություն, ընդդիմություն, գալիս են։ Ինչ եք անում։ Հասկանում եք այդ խրող ձայնով, սս լուրջ ինչ-որ, հա, չեմ ուզում կոպիտ բառեր օգտագործել, անհեթեթությունները դուրս տալը, հետո այդ անհեթեթությունները որոշակի ձևաչափի մեջ, հա, տեղավորելը եւ սպառնալը, առավոտից իրիկուն նկատել եք հարգելի գործընկերներ, առավոտից իրիկուն սպառնում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին իրենց քվեարկելու իրավունքը իրացնելու, իրականացնելու համար։ Չհասկացանք, եթե մարդը Հայաստանի քաղաքացի է, ապրում է պայմանական, չգիտեմ, Ռոստովում կամ Բրյուսելում։ Ով եք դուք իրավունք, այո, ով եք դուք զրկեք Հայաստանի Հանրապետության քաղաքացուն ընտրելու իրավունքից, ով եք, ես հետ եմ ուզում հասկանամ, իրանք բնականաբար պատասխան են, իբր իրանք իշխանություն են, ինչի ասացի, իբր, որովհետև իշխանությունը չի վախեցնում իր ժողովրդին ընտրության գնալու, հասկանում եք, պահերով, ուղղակի զավեշտ է, ես ճիշտ ասած մեկնաբանալու, տենց ինչ-որ բանել չկա այս ամենի մեջ, բան չմնաց, պարզապես մի դրական բան էլ կա այս 20 օրվա մեջ, իշխանությունը ծայրից ծայր մերկացավ, ինչ կա հանեցին Մեյդան, ինչ կա։ Մենք հասել ենք մի իրավիճակի, երբ որ ընտրությունների ընդառաջ իշխանությունը գլուխ է գովում եւ հպարտանում է, որ հանձնել է Արցախը։ Այն ինչ մենք ասում ենք 5 տարի ճղում էին իրանց մեջ, դες ասում են տենց բան չկա։ Եվ ասեմ ավելին, այն հիմնավորումները, որոնք իրենք տալիս են ինչի հանձնեցին Արցախը, կարծում եմ սրանց Ազիզ Ախպեր Ալիևը ոտնկայս իրանց ծափահարում է, այնքան լիքը լավ մտքեր են դրան տվել։ Պարոն Աբովյան եւ Տեսեք, Եթե սատարում, տեսեք, այսինքն, տեսեք, սրանք հասցրել են մի իրավիճակի, որ տվել են լծակներ շուրջ բոլորին, որ միջամտություն լինի Հայաստանի ընտրություններին, Ռուսաստանի պահով, Ռուսաստանը ոչ թե միջամտում, այլ Ռուսաստանը ասում է հետևյալը, Նիկոլ Փաշինյան ու թիմ, որոշել ես ազգիդ փուրը տաս, որոշել ես ուզում ես տենց անես, բայց դա չի լինի մեր հաշվին, այսինքն իրենց պետության հաշվին, իրանք ասում են մեզ համար, օքեյ է, գնում եք, գնացեք, բայց գազը դուք չեք առնի օրինակ $177, կառնեք 600 եվրոյով, կամ այլ բան են ասում են, ձեր 100 հազարավոր միգրանտները, որոնք հատուկ արտոնություն ստանալով, օրինակ աշխատում են արտագնի աշխատանքի են, մեկնում միշտ Ռուսաստանը ամեն տարի, մարզեր ունենք այդ կներեք արտագնի աշխատանքով գնացողների վրա են աշխատում, բայց 5 տարի գլուխ չցավցնեին, դադար դուշ չտային ու մարզերում աշխատատեղ ստեղծեին, որ մարդիկ չգնային իրանց չսիրված Ռուսաստան աշխատեին։ Ասեմ ավելին, Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Եվրոպական հանձնաժողովի ղեկավարը, ափալ-թափալ, դա հատուկ տես բառ եմ օգտագործում, որ հասկանան, էլի։ Ափալ-թափալ խառնվել են իրար 50 միլիոն եվրո են ուղարկում։ Ուրեմն Հայաստանը մի քանի միլիարդ դոլարի կորուստ է տանում, սրանք 50 միլիոն ուղարկում են, որ այս 2 օրը մի կերպ էս իշխանությանը պահեն։ Ժորժ ջան, գոյություն ունի հստակ եւ պարզ իրականություն։ Իշխանամետ, ընդդիմադիր, ով ինչ դաշտին ուզում է հարի։ Այս իշխանությունը պրավալա տվե ամեն ինչ։ Հասկանում եք, խեղ տվելով բռնել են Հայաստանի Հանրապետության ոտերը ու իրանք սկում են մեզ էլ հետը ներքև են տանում։ Հերիք է լավ, բոլե լավ, ես ստիպված եմ, հա,
լսում եմ Հերմինե ջան։ Եւ պլանավորումներ եղան այս օրերի եւ նաեւ մենք տեսանք գործողություններ ծեծի դեպքեր Արտիկում, Մասիսում եւ ծեծի դեպքերի պահով, եթե ուզում եք հասկանաք ինչա կատարում, Բարգավաճ Հայաստան կուսակցությունը խիստ դատապարտել է բոլոր այդ դրսևորումները ծեծի։ Մեր ընդդիմադիր, այլ ուժերի նկատմամբ։ Մենք խստագույնս դատապարտում ենք։ Բայց ասեմ մի բան, բա դուք ինչ եք սպասում, երբ որ առավոտից իրիկուն երկրի համար մեկ մարդը, ինչպես ինքն է իրեն համարում, Պաշտոնյան դե լավ, սենց ասենք, դուս ա գալի, կզսնեմ, սատկացնեմ, էս անեմ, գազազացնում, գցում է մարդկանց ուղղակի անտանելի իրավիճակի մեջ։ Ու եւս մի բան, սա ասեմ ու եզրափակենք։ Իսկ պատկերացնում եք հակառակ պատկերը լիներ։ Ընդդիմությունից մեկը մատով կպներ ինչ-որ մեկին, հիմա սրանք ինչ էին արել։ Հետևություն։ Խնդրեմ, բայց Արտուր Օսիպյանը ներողություն ոչ մեկին ոչ ծեծել է խմբակային, ոչ մայկա է ճղել, ոչ հայհոյել է, ոչ էլ չգիտեմ ինչ արել։ Ասեմ ձեզ ավելին, Ալեքսանյան Արմենի դեպքը, ինչ էր անում այդ տղեն։ Ինչ արել այդ տղեն, դրեցին ավտոն վառեցին։ Ես հիմա չեմ մեղադրում իշխանություններին, բայց հետաքրքիր զուգադիպություն ստացվեց, էլի, որ իր մեքենան վառվեց հենց այն ժամանակ, երբ որ նախընտրական գործընթացներ էին գնում։ Մի խոսքով, Ժորժ ջան, բան չմնաց, 2-3 օր մնաց է համբերենք։